Մարտի 30-ն է, Արարատի մարզ, Երևան Երաստ Մեղրի ավտոճանապարհի ժողովրդին հայտնի Զոդի կամրջի մոտ բախվել են Opel և Արարատ բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենա։ Վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատ բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջին օգնության են ասել քաղաքացիները, ներքին գործերի նախարարության, ոստիկանության, բարեկային ծառայության, Արարատի մարզի գումարտակի երկրորդ դաշտի պարեկները, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Սահակ Թադևոսյանի և Արթուր Կոցինյանի գլխավորությամբ օպերատիվ են գործել նաև ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների Արարատ բժշկական կենտրոնի շտապօգնության մյուս հերթապահ խմբերը։ Այս պահին պարեկները տարածքը սահմանազատել են, դեպքի վայր են ժամանել նաև համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, բաժնի պետ Սերգեյ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Դեպքի վայրում հավաքված մարդիկ նշում էին, որ շտապօգնությունը կանչով է մեկնելիս եղել բուժառուի մոտ, երբ տեղի ունեցավ վթարը։ Բախման հետևանքով էլ տեսնում եք շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին և հենց երկաթե արգելապատնեշն է փրկել, որ ավտոմեքենան չի գլորվել ձորը։ Վթարի մասին արդեն ոստիկանության Արարատի բաժնի տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Արարատի մարզային քննչական վարչության վեդի քննչական բաժին, որտեղից հերթապահ քննիչը, չնայած հիմա հերթապահ քննիչը մարզային քննչական վարչության պետի տեղակալների հետ գտնվում են Երաստի կալցավոյի ողբերգական ավտովթարի վայրում, այնտեղ աշխատանքներն ավարտելուց հետո ժամանեն նշված վայր։ Այս պահին պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։